Վրաստան, Թուրքիա, Իրան, Ադրբեջան, ինչ են անում Հայաստանի հարևանները, ինչ է կատարվում այդ երկրներում։ Պաշտոնական երկօրյա այցով Ադրբեջանում գտնվող Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին է ընդունել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ուրախ եմ, որ նախագահ ընտրվելուց հետո ձեր առաջին պաշտոնական այցն Ադրբեջան եք կատարում։ Մենք դա բարձր ենք գնահատում։ Սա վրաց ադրբեջանական հարաբերությունների կարևորության ցուցիչ է։ Վրաստանին եւ Ադրբեջանին միավորում են տարբեր նախագծեր, որոնք կարևոր են ոչ միայն մեր երկրների, այլև ամբողջ աշխարհի համար։ Դրանք նավթի եւ գազի, տրանսպորտի եւ կապի նախագծեր են։ Սրանք մեծ նշանակություն ունեցող նախագծեր են եւ ստեղծում են ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Եվրասիայի տրանսպորտային քարտեզը։ Ալիևի խոսքով առանց Վրաստանի անհնար է խոսել Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին։ Ադրբեջանն իր նավթն ու գազը մատակարարում է 12 երկրի Վրաստանի տարածքով։ Տրանսպորտային հաղորդակցության ոլորտում մենք ունենք նավահանգիստների եւ ճանապարհների ենթակառուցվածքային նախագծեր։ Դրանք մեր գործակցության անբաժանելի մասն են։ Ցավոք տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը դարձել է հակամարտությունների ասպարեզ։ Հուսով եմ, որ Հարավային Կովկասում բոլոր հակամարտությունները կավարտվեն։ Միխեիլ Կավելաշվիլին հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը հետագայում եւս իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում երկխոսության եւ դիվանագիտության խթանման գործընթացում։ Կավելաշվիլին նշել է, որ Վրաստանը ողջունում է վերջին շրջանում Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտը։ Սա անկասկած առաջընթաց քայլ է տարածաշրջանի ներուժն ու հնարավորությունները բացահայտելու եւ օգտագործելու համար, ընդգծել է Կավելաշվիլին։ Հուսով ենք, որ մոտ ապագայում պատմական համաձայնագիր կստորագրվի, որը նշանակալից խթան կհանդիսանա տարածաշրջանում երկարաժամկետ եւ կայուն խաղաղության ապահովման համար։ Եվս մեկ անգամ կցանկանայի ընդգծել Վրաստանի հռչակած խաղաղության քաղաքականությունը եւ պատրաստակամությունը նպաստելու տարածաշրջանում խաղաղության ապահովմանը։ Վստահեցնում եմ ձեզ, որ Վրաստանը միշտ եղել է երկխոսության, դիվանագիտության եւ խաղաղ գոյակցության կողմնակիցը Հարավային Կովկասում։ Կավելաշվիլին հավելել է, թե որևէ երրորդ երկիր կամ կազմակերպություն իրենցից լավ չգիտի, թե ինչն է լավագույնը Հարավային Կովկասում ապրող ժողովուրդների համար։ Այս ամիս նախատեսվում է Վրաստանի նախագահի պաշտոնական այցը նաև Հայաստան։ Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին Բաքու պաշտոնական այցի ընթացքում հանդիպել է նաև Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հետ, հայտնել է Վրաստանի առաջին ալիքը։ Ինչպես տեղեկացրել է Վրաստանի նախագահի մամուլի ծառայությունը, զրույցի հիմնական թեմաներն են եղել երկու երկրների ռազմավարական գործընկերության հիմնական ոլորտները եւ հաջող գործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում բազմակողմ տարածաշրջանային եւ միջազգային ձևաչափերում։ Հանդիպման ընթացքում ուշադրություն է դարձվել առևտրատնտեսական հարաբերությունների հետագա խորացմանը եւ համատեղ տարածաշրջանային նախագծերին։ Նշվել է միջին միջանցքի կարևորությունը, այդ թվում բեռնափոխադրումների ավելացման տեսանկյունից, ընդգծվել է Հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության կարևորությունը։ Միխեիլ Կավելաշվիլին շնորհակալություն է հայտնել Ադրբեջանի վարչապետին Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը շարունակական աջակցության համար, նշված է նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից, հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահ Հուլուսի Աքարը։ Նրա խոսքով ներկայում այդ հարցն օրակարգում է։ Թուրքիան աջակցում է այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Ադրբեջանը եւ Թուրքիան պետք է շարունակեն ամրապնդել գործակցությունը պաշտպանության ոլորտում եւ համատեղ զորավարժություններ անցկացնեն։ Հուլուսի Աքարը նաեւ հավելել է, որ շարունակվում է միասնական բանակի ձևավորման գործընթացը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խիստ նախազգուշացում է արել, որ Թուրքիան կընդդիմանա բոլոր այն ուժերին, որոնք կփորձեն խաթարել Սիրիայի կայունությունը, խոստանալով շարունակել աջակցել Սիրիայի կառավարությանը։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։ Նա, ով կփորձի խոչընդոտել Սիրիայում ամուր խաղաղության եւ կայունության հաստատմանը, ես բաց տեքստով հայտարարում եմ, նա կբախվի ոչ միայն Սիրիայի կառավարության, այլև մեզ հետ։ Էրդողանը ընդգծել է Սիրիայի տարածքային ամբողջականությունը պահպանելու իր հանձնառությունը, նշելով, ինչպես մենք թույլ չենք տա, որ Սիրիան մասնատվի ահաբեկչական միջանցքով, այնպես էլ թույլ չենք տա, որ այն մասնատվի այլ միջանցքներով։ Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Եռլիքհայան հայտարարել է, որ 5 երկրում կազմակերպված հանցավորության դեմ պայքարի խոշոր գործողությունը հանգեցրել է ավելի քան 200 մարդու ձերբակալության, հիմնականում Թուրքիայում։ Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները։
Այսօր առավոտյան ընդհանուր առմամբ բերման է ենթարկվել կազմակերպված հանցավոր խմբի 234 բարձրաստիճան անդամ։ Նրանցից 9-ը գտնվում էր արտերկրում, 225-ը Թուրքիայում։ Թուրքիայի ներքին գործերի նախարարի խոսքով շուրջկալները միաժամանակ իրականացվել են Նիդերլանդներում, Գերմանիայում, Իսպանիայում, Բելգիայում եւ Թուրքիայում։ Գործողությունից առաջ պաշտոնյաները փաստաթղթեր են փոխանցել մի շարք երկրների, այդ թվում Ֆրանսիային եւ Բրիտանիային։ Եռլիքայայի խոսքով արգրավել է մոտ 21.2 տոննա թմրանյութ։ Թուրքիայի ներքին գործերի նախարարը վստահեցրել է, որ Թուրքիան բախվել է միջազգային մասշտաբի հսկայածավալ կառույցի, որի անդամները մեղադրվում են բազմաթիվ հանցագործությունների համար, սկսած թմրամիջոցների ապօրինի շրջանառությունից մինչև փողերի լվացում։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդն անդրադարձել է ապրիլի 11-ին Օմանում միջուկային գործարքի շուրջ Վաշինգտոնի եւ Թեհրանի ներկայացուցիչների հանդիպմանը։ Այաթոլլահ Ալի Խամենեին նշել է, բանակցությունների հարցում Թեհրանը ոչ չափից դուրս լավատես է, ոչ էլ հորետես։ Խամենեիի խոսքով միջուկային գործարքի հետ կապված նախկին սխալները չպետք է կրկնվեն։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդը խորհուրդ է տվել չկապել իր երկրի խնդիրները այս բանակցությունների հետ։ Նա նկատել է, որ երբ երկրի գործերը կախված են լինում բանակցություններից, ներդրողները խուսափում են տվյալ երկրում ներդրումներ անելուց։ Իրանի արտգործնախարարությունից էլ հայտնել են, որ Թեհրանի եւ Վաշինգտոնի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը նույնպես տեղի կունենա Օմանում ապրիլի 19-ին։ Հատկանշական է, որ ավելի վաղ հայտարարվել էր, որ բանակցությունները կարող են շարունակվել Հռոմում։ Իրանի ազգային անվտանգության եւ պաշտպանության հարցերը ոչ մի դեպքում չպետք է քննարկման առարկա դառնան։ Իրանի ռազմական հնարավորությունները սակարկելի չեն, այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Ալի Մոհամմադ Նայինին։ Նա ասել է, որ ազգային անվտանգությունը, պաշտպանությունն ու ռազմական հզորությունն Իրանի կարմիր գծերի թվում են, որոնք ոչ մի դեպքում չի կարելի քննարկել եւ որոնց շուրջ չի կարելի պայմանավորվել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարությունը հնչել է 1 օր անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել էր, որ Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքի հայեցակարգից։ Թրամփն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները ձգտում է թույլ չտալ Իրանին նման զենք ստեղծել եւ զգուշացրել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, կարող են այլ միջոցներ ձեռնարկել։ Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հեռախոսազրույց է ունեցել Իրաքի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի եւ Բահրեյնի իր գործընկերների հետ։ Զրուցակիցները կենտրոնացել են տարածաշրջանային զարգացումների, երկկողմ հարաբերությունների, միջուկային բանակցությունների առաջընթացի հարցերի վրա։ Իրանի գործարքը կավարտվի միայն այն դեպքում, եթե դա լինի Թրամփի գործարքը։ Այս մասին X-ի իր էջում գրել է Մերձավոր Արևելքի հարցերի Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիտքոֆը։ Ցանկացած վերջնական համաձայնագիր պետք է հիմք ստեղծի Մերձավոր Արևելքում խաղաղության, կայունության եւ բարգավաճման համար, ինչը նշանակում է, որ Իրանը պետք է դադարեցնի ուրանի հարստացման եւ միջուկային զենքի ստեղծման ծրագրերը։ Աշխարհի համար հրամայական է, որ մենք կոշտ արդար գործարք կնքենք, որը կդիմանա ժամանակի փորձությանը եւ նախագահ Թրամփը հենց դա է ինձ խնդրել անել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է Իրանի հետ երկխոսությանը եւ այդ թեմայով հեռախոսազրույց է ունեցել Օմանի սուլթան Հայթամ բեն Թարեկ Ալի Սաիդի հետ։ Հերթական ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Նախագահն այսօր հեռախոսով խոսել է Օմանի սուլթանի հետ։ Շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի եւ Իրանի միջև առաջին ուղիղ հանդիպումը կազմակերպելու համար եւ ընդգծել, որ Իրանը պետք է վերջ դնի իր միջուկային ծրագրին բանակցությունների միջոցով։ Լևիթը տեղեկացրել է, որ երկու առաջնորդները քննարկել են նաեւ Հութիների դեմ Միացյալ Նահանգների ռազմական գործողությունները եւ ընդգծել, որ նրանք ծանր գին կվճարեն, քանի դեռ չեն դադարեցրել հարձակումները Կարմիր ծովում նավերի վրա։ Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Ան Բոյոնը կրկնել է Երևանի եւ Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու եւ հայ գերիներին ազատ արձակելու անհրաժեշտության մասին Ֆրանսիայի արտգործնախարարի կոչը։ Այժմ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր կնքել եւ ազատ արձակել կամայականորեն ձերբակալվածներին եւ ռազմագերիներին, X-ի իր էջում գրել է Բոյոնը։ Իսրայելի եւ Թուրքիայի միջև պատերազմը հնարավոր է կանխել Ադրբեջանի օգնությամբ, գրում է իսրայելական The Jerusalem Post պարբերականը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մտահոգություն է հայտնել Իսրայելի եւ Թուրքիայի միջև աճող լարվածության առնչությամբ եւ ընդգծել, որ Ադրբեջանը երկար ժամանակ եղել է երկու ժողովուրդների մտերիմ բարեկամը եւ անում է հնարավորը լարվածությունը թուլացնելու եւ հաշտեցմանը նպաստելու համար։
The Jerusalem Post-ի հոդվածագիրը նկատում է, որ Իսրայելն այժմ կանգնած է Թուրքիայի հետ լարվածության նոր ալիքի առաջ։ Դա հատկապես տագնապալի է հաշվի առնելով Սիրիայում Թուրքիայի ընդլայնված ռազմական եւ քաղաքական ներկայությունը, ինչը նրան փաստացի դարձնում է Իսրայելի հյուսիսային հարևանը, գրում է իսրայելական պարբերականը։ Ադրբեջանից Եվրամիություն գազի մատակարարումները նվազել են, դրա մասին են վկայում Բրյուգել վերլուծական կենտրոնի տվյալները։ Այդպիսով 2025 թվականի առաջին եռամսյակում մատակարարման ծավալները կազմել են 2.840 միլիարդ խորանարդ։ Դա նախորդ եռամսյակի, այսինքն 2024 թվականի հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր ամիսների համեմատ 0.549 միլիարդ խորանարդ պակաս է։ 2024 թվականի առաջին եռամսյակում այդ ցուցանիշը եղել է 3.389 միլիարդ խորանարդ։ Հատկանշական է, որ այս տարվա առաջին եռամսյակում գրանցվել է Եվրամիության կապույտ վառելիքի ամենացածր մատակարարումն ուկրաինական պատերազմի մեկնարկից ի վեր։ Հորդարատ անձրևներն ու ուժեղ քամին Բաքվում եւ Աբշերոնի թերակղզում խնդիրներ են առաջացրել։ Կասպից ծովում ալիքների բարձրությունը հասնում է 3 մետրի։ Տեղումների բարձրությունը 33 մմ է, ինչն ամսական նորմայի 66%-ն է եւ համարվում է վտանգավոր հիդրոօթերևութաբանական երևույթ։ Դաշքեսանի, Գրիզ, Խինալիք եւ Գադաբայ լեռնային շրջաններում տեղումներ են դիտվում ձյան տեսքով։ Տարերային աղետի պատճառով Բաքվի որոշ շրջաններ հոսանքազրկվել են, ուժեղ քամին տապալել է 55 ծառ։ Հեղեղված տարածքներից տարհանվել է 20 քաղաքացի, այդ թվում 3 երեխա։ Պետական հրշեջ ծառայությունը, հատուկ ռիսկի փրկարարական քաղաքացիական պաշտպանության զորքերը եւ ԱԻՆ-ի Բաքվի տարածաշրջանային կենտրոնը շարունակում են աշխատանքները ջրահեռացման, քաղաքացիների տարհանման եւ անվտանգության միջոցառումների ապահովման ուղղությամբ։ Հեղեղումների պատճառով Բաքվի որոշ հատվածներում, այդ թվում օդանավակայան տանող ճանապարհի երթևեկությունը սահմանափակված է։ Ուշացումներ են գրանցվում ադրբեջանական երկաթուղիների գնացքների չվացուցակներում։ Մարոթ Հարվերդյան, հարևաններ։